Տարիներս անցան Չէ, անցան Ինչքան լսած կլնես այդ արտահայտությունը ոնց է թռնում ժամանակը այ մարդ չէ բոլորի համար Ավակ սերունդը ասում է 55-60-ից հետո շատ արագանում Հիմա չգիտեմ Ինչն է արագանում ժամանակի Այո եւ դրա գիտական բացատրությունը կա իդեպ Ապա լուսավորեք մեզ որ շատ սենց խտացնենք ստացվում է այսպես որ ինչքան երիտասարդ ես այնքան ավելի շատ տարբեր բաներ ա քեզ հետ տեղի ունենում Եվ տարիքիդ հետ գնալով արդեն ավելի պակասում է դառնում է ռուտին կյանք, այսինքն անում ես այն բանը, որ երեք ես արել։ Այսինքն տարբեր բաներ անելով մենք Այո, երկարում է ժամանակը ավելի ընդլայնվում է, այո, եւ հիշեք ժամանակը իսկապես հարաբերական հասկացողություն է պատկերացնելու համար ասեմ պատկերացրեք 15 րոպե ատամնաբուժարանի աթոռին անցկացնել եւ 15 րոպե սիրած մարդու հետ անցկացնելը լրիվ տարբեր ժամանակի բան է համեմատել եք համեմատել տարածք ասեմ կամ հա Էս ինչ համեմատություն էր հա բայց տենց է հա տենց է Բայց 10 րոպեն հավերժությունն է թվում այդ աթոռին որը այս թեմային հասակ գիտեք մեր ռադիոլսողներին հազար անգամ էլ առիթ եղել է ասել եմ ես ատամնաբուժների ընտանիքից եմ Պապս հայրս ու ես փոքրուց տեսել եմ թե ինչ տառապանքով ու ցավով են գալիս մեր մոտ ու դա երևի եղել այն հիմնական կետը, որ ես չեմ սիրել այդ մասնագիտությունը, թեպետ այլ ընտրանք չեմ ունեցել, գնացել եմ, սովորել եմ, գերազանց ավարտել եմ, բայց չեմ սիրել, որովհետև մեկը ժպիտով չեկավ, մեկը մի լավ բանով չեկավ, տառաբժիշկ փրկի, երեսը ուռած, թարախակալած, պապին էլ հիմնականում այդ վիրահատական պրոցեդուրաների մեջ էր, էլի, այդ ինչ որ բան, հեռացում, պապան էնի պիտի պլոմբի, էնի տաշել, մի հատ խայտարակ բան, հա, եւ Ձեր ասած համեմատությունը 15 րոպե տեղ ատամնաբուժի մոտ գլուխդ վստահելով նրան բերանից փորոջը Հա ես սա ասում եմ իհարկե ամբողջ հարգանքով բժիշկների նկատմամբ բոլորս գիտենք ինչ կարևոր գործեր են անում բայց միշտ որ մտածել եմ այդ մասնագիտության մասին պաշտորեն կյանքիդ մեծ մասը անցկացնում ես հիվանդ մարդկանց հետ էլի ցանկացած բժիշկ Այսինքն 8 ժամ գոնե դու բողոք ես լսում բանա էսա այնա իսկ պետք է որ ծանր բան լինի էլի էս չի ամեն մարդի վիճակի չի դա ամեն ընտրյալների գործ է դա ամեն դեպքում պետք է մի վիրուս մի բան ինչ որ հոգեկան պատկերը տարբեր պետք է լինի որ կարողանաս ասենք մանկաբույժ չէ մի հատ բարեկամ ունեմ տենց խոսում ենք էլ ամար առավոտից իրիկուն հիվանդ երեխեքի հետ աշփվում ես հասկանում եմ որ բրկում է բանը իհարկե բայց այդ պահը որ պիտի դու հա կարող միգուցե ինչ որ պաշտպանողական ինչ որ բան է իրանց մեջ առաջանում որ չեն այդքան ազդվում չգիտեմ Փառք ու պատիվ բոլոր բժիշկներին, ովքեր մեր կյանքը դարձնում են երկար եւ դարձնում են առողջ, այնպես որ խոնարհում ամենակարևորը առողջ դա ընտրյալների գործն է, փառք ու պատիվ բոլոր կայացած աշխատող բժիշկներին։ Բայց քան այսքան խոսել ենք, մի բան էլ ասեմ այդ մասին էլի։ Ուրեմն ես նկատ իհարկե ոչ բոլորը, բայց շատ բժիշկների մոտ այդ գատ կոմպլեքսը կոչված աստծո կոմպլեքս են ունենում, այսինքն որ իրանք փրկում են եւ իսկապես շատ հաճախ ուղղակիորեն փրկում են մարդկանց կյանքը, այդ իրանց մի տեսակ բան է տալիս էլի եւ ոմանք չեն դիմանում դրան եւ տանում են արվեստագետներն էլ այդ բան ունեն, չէ, որ աստեղային հիվանդությունը երրորդ հիվանդանոցում մեր դասախոսներից մեկը, ով որ գործող կարդիոլոգ էր, Նաիրա Ֆրունզովնան 1000 տարվա կարդիոլոգ էր, այ իր մոտ այդ այնքան դրսևորված էր ինքը ասում վիրահատության ժամանակ ընդ չգիտեմ աորտան ինչ մասը ձեռով բռնեցի, ինձ գիտեմ ինչ արեցի, այնց հա պատմում, կարծես դա ինչ որ սենց ինչ որ հաց ու պանիրի պես ինչ որ տարական բան է, ինչ որ վերցրեցի, դրեցի ընդեք երա, անցավ, բրծավ, չէ, սիրտ ենք խոսում, բան սիրտը հանեցինք, այնի բանը սեն շիպցին։ Բարդ է, բարդ, հա Ես էլ հիշեցի, ինչ է տար մարդու հիշողությունը ինչ է տարքիր բանա, չէ։ Ուրեմն ես կյանքում մի անգամ ուշքս գնացել, եմա պատմեմ ոնց։ Այդ մոտիկ ընկեր ունեի շատ, ես թատերական ինստիտուտում էի սովորում, ինքը բժշկական էր սովորում, եւ արդեն այդ պրակտիկա էր ինչ էր այդ բանի մեջ, կարճ ասած մասնակցում էր օպերացիային։ Դե ժամանակ ոչ վիդեո կա, ոչ YouTube կա, բայ մարդ այնքանից հետաքրքիր տեսնել օպերացիա, ոնց է մարդուն բացում, էլի, նայում մեջ ինչ որ բաներ անում։ Ասիկ ասեցա, հագցրեց բան արեց, գնացի սենց կանգնած եմ, երկրորդ շարքից էլ մի քիչ հետ։
ու դες հանգիստ նայում եմ այդ օպերացիային անում բան, այմար մեկ է տեսնեմ գլուխս պատոհանից ձմեռեր ու բաներ, այդ չերեմուշկայի հիվանդանոցում էր, ձմեռեր ու գիշեր։ Մեկ է տեսնեմ պատոհանից դուրս եմ նայում, այմար ասում, էս ինչ բան է։ Դու մի ասա անգել եմ ուշքս գնացել այնտեղ։ Ինձ այդ բժիշկները հիվանդ են դոատ, այդ լուսամուտը բացել են ֆորտուշից գլուխս անել են, որ այդ հա թթվայի եմ տենց Խելքա, էդ ու էդ է։ Այդքանով ավարտվեց մեր իմ բժշկական կարիերան։ Շատ լավ։ Ողջույն բոլորին, ովքեր հիմա լսում են մեզ եւ կրում են այս կարևոր մասնագիտությունը բժիշկներին, մեր ռադիոլսող, եթե կան բժիշկներ, արձագանքեք։ Մենք ուղիղ եթերում ենք 7-4։ Եթե կանցնենք լոյերներին, հա, հաստատ։ Իդեպ ինչքան լոյերների միգուցե կան մարդիկ լսեն, ես ես մի շաբաթա լոյերների գրասենյակներ եմ զանգում, գործընկեր եմ ման գալիս։ Չէ, առաջարկում եմ մեր գործընկերության, բան, որտեղ մեր համայնքին պետք են էլի լոյերներ, որ եթերում կհանդիպեն, որ իրանք էլ են կյանք բերում։ Հա, բա ոնց, բա դա կյանքից էլ ծանոթներից մեկը օրինակ, այս վերջերս immigration lawyer-ի հարց կար, էլի հերոց ծանոթներից մեկը երկար ժամանակ սպասում էր travel document-ի։ Ոնց հասկացա ինքը ուներ քաղաքացիություն, բայց քաղաքացիությունը Հայաստանի անցել էր, Հայաստան ոնց հասկացա չի կարա գա բան, մի խոսքով դիմել էր travel document-ի, որով կարա բան։ Ուրեմն լոյերները ասել են կարաս գնաս, անգելա տվյալ երկրի դեսպանատուն կարող ես գնալ, ամեն ինչ կարող ես։ Թռելա Միացյալ Նահանգներից դուրս ա եկել, բարեհաճող ամեն ինչ, ասել է նշված երկիրը Վրաստան։ Վրաստանից մի անգամից ձերբակալել են, կես ժամվա մեջ նստացրել են նույն ինքնաթիռը, հետ են ուղարկել իդ travel document-ը, ոնց հասկանում ենք, որ այս Վրաստան, Ամերիկա, ուր են հետ ուղարկել Միացյալ Նահանգներ, լավագոնը հետ ա եկել։ Հա, ու հարցնում եմ, ասում եմ, Միացյալ Նահանգներ նորմալ հետ եկար, ասում ասացին welcome home, welcome back, հանգիստ ներս ամտե green card-ով եւ travel document-ով։ Էլի որոշ հարցումներ արեցինք հետաքրքրության համար, պարզվեց, որ Վրաստանը Ամերիկայի հետ մի քիչ հեռացել է, այս հարաբերությունները, այդ փաստաթուղթը չի ընդունում, այնինչ ժամանակին ընդունում էր։ Այսինքն travel document կոչված փաստաթղթով կարային գնային։ Զանգ ունենք, ենթադրում եմ բժիշկ ռադիոլսող է զանգը արել, փորձենք հասկանալ։ Բարև ձեզ, ով է միացել։ Բարև ձեզ, ողջույն։ Ուրեմն բժիշկներին վերաբերյալ կարելի է մի բան։ Իհարկե։ Ուրեմն հիշենք սովետական տարիները Հայաստանի Երևանի պետական բժշկական համալսարանը։ Ահա։ Եվ հիշենք մի շատ հետաքրքիր անուն։ Մի բժիշկ կար, որ ավարտեց իր 21 Վոլգայով բժշկական ինստիտուտը։ Ահա։ Դուք արդեն հասկացաք, չէ՞ ինչ համար 21 Վոլգան հիշեցրեք։ Այո։ Հա։ Ուրեմն իր անունը Ռոբերտ էր։ Եվ վերջապես նրա անունը կնքվեց Դագաղ Ռուբո։ Որպես բժիշկ նա ում վիրահատեց կույրաղիքով նրանք մահացան, դրա համար էլ անունը դրեցին Դագաղ Ռուբո։ Դա խոր պատմություններ առավոտ չէ։ Դե մենք ուզում էինք իրոք բժիշկներին մեծարել, այլ ոչ թե ձեր ասած Դագաղ Ռուբոին կամ Դե իրոք բժշկական ինստիտուտը ավարտեց համակուրսեցի համարյա, բժշկական ինստիտուտը ավարտեց, լավ դիպլոմով, ամեն ինչով տեղավորեց ամենալավ հիվանդանոցում եւ խիրուրգ էր այնտեղ, բայց հիմա դե ասեմ ճիշտ էլի, հենց վերին միշտ բոլոր օպերացիաների կույրաղիքի օպերացիան 50 ռուբլի էր, բայց 50 ռուբլի տալիս էին իրան, որ ինքը օպերացիա չանի։ Դե աստված հերու պահի դες բժիշկներից, լավ որ ձեզ մերսի պատմության համար։ Մի հարց ունեմ ձեզ։ Դերենիկը ձեզ հարց ունի։ Մի րոպե, լսում եք ինձ։ Դերենիկը ձեզ հարց ունի, եթե կարող եք չմնաց։ Լսում եք։ Չէ։ Այո։ Մոտավորապես քանի օքի սպանած կլինի։ Բայց ես չեմ պատկերացնում, ոնց կարող է 1-2 օպերացիա մեռնել, էլի պահեն այդ բանում, էլի, չգիտեմ, բայց անունը լավն էր, Դագաղ Ռուբո։ Այ, լավ, բար թեմաներից։ Երեք ապշեցինք, ապշահարեղանք, որ $100 միլիոն հող են հետ բերել, զարմացանք, որ Ծաղկաձորում 100 միլիոն հող կա, այսօր էլ Դիլիջանից 12.5 միլիոնով են հետ բերեմ։
Էլի բաց չի։ Այնպեսի տպավորությունա որ ոսկու ցած սարկացես երկիրը։ Ուրեմն որտեղ մի կտոր հողա միլիոնից ավել է արդեն։ 67 հեկտար Դիլիջանի են երևի են ընտիր տեղերն է։ Ու ծանոթներիցս մեկը ասում է գիտես ոնց ա եղել, աճուրդ են հայտարարել։ Աճուրդին դիտավորել մարդ չի մասնակցել, գաղտնի են պա այդ աճուրդը։ Գնացել է ինքը ու իր մոտիկ ընկերը ստից աճուրդ են արել։ Ամենաէժան գներով օտարել են հեկտարներով, անտառներով, ծառերով, ձորերով, սարերով գնացեք։ Կլնի, չէ։ Աստված իմ քիչ խիղճ ունեցեք։ Ինչ որ հնարավոր ա եղել թալանել են։ Ինչ որ հնարավոր ա եղել։ Օ, Քոչարյանի հարցով նորություն ունենք հարգելի բարեկամներ։ Այո։ Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ եւ ոնց հասկանում ենք կալանավորման միջնորդություն ալինելու սպասում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը։ Դա ամպեր են կուտակվում այն սերիալի կինոյի մեջ է ասում, չէ, Մուրադը կատաղել է։ Հիմա տեսնենք ուր կտանի։ Իմ մոտ գիտեք ինչ տպավորություն ա։ Ապա այդ որ փորձեցին 3-ն էլ փախչել, չէ, ուրեմն առաջինը բաններ Բարգավաճ Հայաստանի չեմ հավատում Ծառուկյանը, չգիտեմ, չեմ ուզում։ հետո բանը, հետո այդ Կարապետյանը, երիտասարդ Կարապետյանը, հետո էլ բանը մեր երկրորդ նախագահան Քոչարյանը։ Իմ մոտ գիտեք ինչ տպավորությունն ա, որ իրանք ոստիկանությունը մի շուտ բան ունեն, էլի կապ ունեն, որ զգուշացնում են, որ ձերբակալվել են կամ բան, դրա համար էին փորձում փախնել։ Հենց միանգամից հիմա ինչ են բան անում իր նկատմամբ։ Այսինքն իր գնալը եւ դատախազության էս հայցը այո, իհարկե։ Դատախազը ավելի ծավալուն նյութեր ունենք։ Դիմում է ներկայացրել, ընկերներ, դատախազը կենտրոնական ընտրական հանձնաժողով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով Ռոբերտ Քոչարյանը զվարթնոց ութանավականից օրեր առաջ փորձել էր դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իրավապահները նրան թույլ չեն տվել դա անել։ Քոչարյանի որդին Լևոն Քոչարյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հայրը պատրաստվում էր մեկնել Ռուսաստան անձնական նպատակներով, սոցիալական ցանցերում հրապարակվել էին լուսանկարներ եւ տեսանյութեր։ Օրեր առաջ էլ իրավապահները թույլ չէին տվել Հայաստանի սահմանը հատի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, 2 օր առաջ էլ ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որ իր բնորոշմամբ եռագլուխ կուսակցության առաջնորդները փախչեն Հայաստանից։ Ըստ Փաշինյանի նրանք երկար տարիներ պետք է անցկացնեն Հայաստանի բանտում։ Եվ հիմա տեսնում ենք այս process-ները։ Ապրենք, տեսնենք թե ինչ զարգացում կունենա։ Ռաֆայել, այս մասին մենք շատ ենք խոսում, հիմա նայենք ուրեմն ԿՊ խմբակցության падգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկում են սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել Հայաստանի քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած 1 տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում։ Ես թեմայով ուրեմն նախ մեր update վերլուծականն եմ այսօր ասել եւ շնորհակալություն եմ հայտնել օրենքի նախագծերին, Վահագն Ալեքսանյանն ա խոսացել եւ Գոնջարյանն ա այսօր խոսացել եւ կարծում եմ ճիշտ նկատեցիք մեր հաղորդման փոքրիկ, բայց ներդրումը կա այս հարցում, որտեղ մենք շատ ենք այս հարցը բարձրացնել եւ շատ ուրախ եմ, որ օրենքի ուժ է ստանալու, դեռ խմորումներ ա լինում, այսօր Վահագն Ալեքսանյանը ասաց, որ քննարկում է 6 ամիս լինի տարվա մեջ բացակայությունը 3 ամիս, մարդիկ ովքեր ուսանելու են մեկնել, իրանք ուրիշ ձև պիտի լինի թուղթ բան պիտի ներկայացնեն, որ սովորել են, բայց այնուամենայնիվ իրոք մենք այլևս իրավունք չունենք այս կարգի ռիսկի դիմելու վաղվա օրը Հայաստանի։ Շատ ճիշտ։ Եվ հետաքրքիր է, ուրեմն ինքը հոդվածը երկար է, բայց այս մասը ասեմ, կորիզը էլի մոտավորապես թե ինչպես են սա իրենք մեկնաբանում։ Ուրեմն մեջբերում եմ, պետության հետ քաղաքացու բավարար կապի, բարբերական կապի տեսության հիմքում ըստ էության ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ,
Հետարքիրա չէ այդ հարցը դրված, այլ պետք է արտացոլի իրական սոցիալական, տնտեսական եւ կենսունեության կապ պետության հետ։ Վերջ, այման։ Ու մենակ այդ паспортով չի որ դու քաղաքացի ես, ճիշտ ասում։ Իհարկե։ Այսինքն շատ լավ տրամաբանված է օրենքը, որ ուզում են անցկացնել։ Քաղաքացիությունն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ արկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ։ Ընդ որում քաղաքացին ստանում է տվյալ պետության երաշխավորած իրավունքների ամենամեծ ծավալը եւ իրավական պաշտպանության ամենաբարձր աստիճանը, որը տվյալ պետության հետ կայուն կապի բացակայության պայմաններում դառնում է կապի ֆորմալ եւ միակողմանի դրսեւորում եւ վերջի պարբերությունը։ Այս իմաստով քաղաքացիությունը անհրաժեշտ է, բայց ոչ ամենևին բացառիկ եւ ոչ միակ պայմանն է ժողովրդավարության իրացման հիմնական ձևերին, ընտրություններին եւ հավաքներին մասնակցելու համար։ Ողջունում եմ ես անձամբ, այո, եւ ինչ լավ գրագետ ձևով բան են արել, չէ՞։ Ոնց ասեմ։ Ներկայացրել, այսպես ասեմ, հա, իրենց գաղափարը էլի։ Վերջնական արդյունքների եմ սպասում, իհարկե սա շատ կարեւոր է, բայց նաեւ ծիծաղալու մի հատ նյութ կա ձեռքի տակ, որ կինը 55-ամյա կինը Երևանում այսօր մեծ իրարանցում էր առաջացրել երթուղային տաքսիում ավտոբուսի մեջ։ Կարդացի։ Հա, ուրեմն կինը հնչեցրել է մի շարք սեռական հայհոյանքներ։ Ես պատկերացնում ժողովուրդը ուրախացել, թե ծիծաղում են բոլորը։ Նախ ինքնին է սա շատ ամոթ բան է, բայց երեքչիկին պատկառելի տարիքում սեռական հայհոյանքներ, օքեյ։ Պարզվում է, որ ահազանգո տեսուչը նրա գործընկերուին ստուգումներ կատարելու համար նույնականացման տոմս չունեցող անձից ասել են տիկին ջան տոմս չունեք Ովսետ Մասիս քաղաքի 55-ամյա տիկինը ոնց թե դու ինձ տոմս ես ուզում նույնականացման սարքին ուժգին հարվածներ է հասցրել այդ բաննա որ վալիդեյտոր է էլի հա քաշքշել է հսկիչի մազերը Մարտենց կնիկ ունել է, չէ՞։ Հնչեցրել է սեռական բնույթի մի շարք հայհոյանքներ, հարվածել է կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այսինքն միևնույն ժամանակ սենց ասել է տիկին ջան, ձեր տոմսը ու ինքը երոհի այսեց քաշել, ջարդել, սպանել, հայհոյել։ Հա։ Եվ հետաքրքիրը ո՞րն է։ Շարունակել է ուղևորությունը։ Ոչ մեկին ճանապարհը չի փակի, ոչ մեկը։ Ով ուզում է սեղի ես Մասիսի գիտես հարգված կնիկ եմ։ Բայց այդ մեքենան էլ լավ, դու քիես մազերից բան, այո։ Դե տեսարան է։ Վալիդատորի խիակացու տակ չեմ հասկանում։ Դուք էլ դե մեքենան էլ։ Էս երգիր չի։ Սա խարդել է իրար։ Հա։ Համայնքային ոստիկանությունները արդյունքում օպերատիվ աշխատանքի արդյունքում ձերբակալել են 55-ամյա կնոջը կազմակերպված փաստաթղթերով ներկայացրել Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժինը։ Տիկին ջան, Էսի ԱԱՑ-ի հատուկ բաժին ուղարկեին։ Էսի մոտ սահմանապահ պիտի ելներ, ես կնիկը մինիմում։ Հա, այս քեզ։ Բան հիշեցիս այդ մի դեպք էլ նմանատիպ սովետական տարիներին այդ տրոլեյբուսների բաների մեջ բան կար վարորդը միկրոֆոն ուներ ու խոսում էր ամբողջ բանին առաջացեք տոմս գնեք բան sense բաներ էր ասում մի օր տենց լիքը ուսանող եմ ես էլ տրոլեյբուսով Բաղրամյանով իջնում ենք մեկ էլ երկուքին սկսեցին իրար հետ վիճել էլի բարձրաձայն գնալու բան էս կողմ մեկ էլ էս վարորդի բանն լսում միկրոֆոնին ասեց լրբեր վերջացրեք ու մեր ամբողջ ավտոբուսը միանգամից հարցելուց հա պատկերացնում ես իր կարիերայի ընթացքում քանի տենց դեպք է տեղի ունեցել դե մկեներ մի քիչ հա զուսպ եղեք մի քիչ նոր ձայնագրություններ է հրապարակվել որ եկան հասանք ստեղ թվում էր թե ընտրությունները կանցնեն, վերջնական արդյունքները կհրապարակեն եւ այս գաղտնալսումների թեման կփակվի, բայց պարզումա ոչ, ավելի նյութեր են նախապատրաստվում եւ որոշ մարդիկ պատասխանատվության են ենթարկում։ Նոր ձայնագրության մեջ ասվում է խոսքը գնում է Արարատի մարզի մի շարք բնակիչների մասին, ովքեր ուժեղ Հայաստան կուսակցության Մասիս համայնքի գրասենյակ ներկայացուցիչներին պահանջել են իրենց տալ ընտրակաշարք
ազգային ժողովի ընտրությունների նշված կուսակցության օգտին քվեարկելու համակիրներ պահանջել են, հա, հավաքագրելու համար։ Ինչի մեզ ընտրակաշար չեք տալիս, հա։ Ասելով հետևյալը մեջ բերում եմ. հո ես թռած թուլա չեմ, փողոցի տղա եմ, լավ տղա ենք մենք, արի մի 10,000 բենզինի փող տու։ Էսա սրանց մակարդակը, սրանց ու ամեն մեկը այս մակարդակի մեջ իրանց այսպես կոչված լավ տղա հայրենիքն է ծախում, իր երեխեքի ապագան է ծախում։ Դե չի իսկապես չի հասկանում էլի, որ հասկանա չի անում։ Աուդիո ձայնագրությունները կա, որ լսես ինչ բովանդակության, ինչ ձայն ունեցող մարդիկ են, արա ախպեր, այսպես ձայնով մարդիկ, ինչ ենք մենք։ Մեկ-մեկ ինձ թվում է վերջացել են իրանք, գիտես, մետո սենց պարասուց չէ, ուրեմն լայն շորտեղ կան թաքնված ացուման էլի։ Մենք ամենազավեշտալին նաև այն է, որ ասենք թիվը ասում, ասում դե որ չէ, ես կտամ բարգավաճ, այսինքն բան կա, competition-ա, հասկանում ես։ Մեջը մրցում են էլի։ Դե որ չէ, ես կտամ բարգավաճ։ Իրանք են գալիս, իրանց բաներ առաջարկում էլի, իրանց դավաճանություն, առեք իմ դավաճանությունը։ Ուզում ես մի դավաճանեմ։ Ինչ արժի է սորին դավաճանությունը, չէ։ Վայ, խայտարակ բան, խայտարակ վիճակ, այն աուդիո ձայնագրություններն էլ կան, հրապարակած լսում ես սիրտ խառնոց է առաջանում, ուղղակի զարմանում ես մարդկային, ընդհանրապես բարքերի ինչ անկում է, բայց էդ է։ Բայց արես տես Ռաֆայել, ես քեզնից երկար եմ ապրել։ Ու ես որ հիշում եմ, ասենք իմ մանկության այդ պահերը, որ հիմա մենք ասում ենք, չէ, այդ խոսալու ձևը եւ այլն, ես քեզ կասեմ առնվազն մի 60-65%-ով պակասել է։ Մեր ժամանակ դրանցից շնչել հնարավոր, ամենտեղ էին իրենք, ամենտեղ, դպրոցում, փողոցում, կինո գնայր, ռեստորան գնայր, ամեն ռեստորան չէր կարող մտնել, որ շատ բաներ էլի։ Էլ չեմ ասում աղջկա հետ ինչ որ երրորդ մաս գնայր, որ պիտի ճանապարհը բանը, պրոբլեմով էր էլի։ Հիմա էլի լավ, հիմա ոնց կարող է ասենք 80-ականների Երևանը եւ այսքան եւ միգուցե փոխվի։ Փոքր, բայց շատ հետաքրքիր օրենքի փոփոխություն։ Ուրեմն ես այդ ժամանակ Հայաստանում էի, Սևանի այդ մայրուղով գալիս էինք, հետ էինք վերադառնում Սևանից, մեկ էլ բան, փակվել է սաղ, պրոբկա, բան, չի, մոտ 45 րոպե կանգնած մնացինք։ Հետո պարզվեց, որ ինչ որ պատահար է եղել եւ օրենք կա, որ մինչեւ տեսուչը չգա այդ ինշուրանսի բաները, պետք ձեր չէ կարա տան այդ մեքենաներին։ Ու տենց խցանումներ։ Հիմա հենց նոր ականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում է առաջացել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը, տեղեկացնելով, որ ազգային ժողովում քննարկվում է Երևանի թիմ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն, եւ իսկապես որ կարևոր։ Ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից եւ ամբողջությամբ ազատել ճանապարհը, բացառությամբ այն դեպքերի եւ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց կարշակի։ Բարեկամ, բարձա 15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30,000 դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար։ Այդքան քեզ, հա։ Մնում էր տենց Այս Փամբա գետի այս անչափահասեր երեխեքի այլ շատ ծանր է, ուրեմն ոնց հասկանում են քույրեր են 12-13 տարեկան խողովակի վրայով փորձել են անցնել գետը ու ոնց հասկանում ենք առաջին անգամ չի ու այդ խողովակը գետը անցնելու հիմնական ճանապարհներից մեկն է, որ պարբերաբար օգտագործվել է, այդպես ենք ենթադրում եւ ընկել են գետը Եվ հիմա չեն կարողանում գտնել արդեն որևէ օրն է, որևէ լավ բան հույս անգամ չկա։ Ամեն դեպքում հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ, դրոններ ամբողջ տարածաշրջանում պտտվում են հասկանալու համար։ Հավանաբար տեսել են, հա, որ ընկել են։ Հավանաբար տեսել են, ականատեսներից մեկը անգամ լսել է օգտության կանչ, այդտեղից է ամենը սկսվել, մի հատ ահավոր պատմություն, բայց վերջնական ինչ ոնց դեռ ինչ խոսում ենք ենթադրությունների ու բաների շարքն է, հարցաքննվում են մարդիկ
բայց վիճակը բավականին, այսպես սաղմռկեցուցիչ է ու ցույց տվեց կադրերով էլի այդ մետաղական տրուբա բառացիորեն խողովակա մեծ անցնում, որը անձրևներից էլ թացացել է, երևի երեխեքը փորձել են անցնել, սայթակել են, երևի էլի ենթադրում եմ ձեռքի բռնած են եղել, մեկը մեկի քաշով իրար քաշելով փաստորեն ընկել են գետը։ Ոչ մի լավ բան։ Եվս մի բան կա, ուրեմն օրենքի փոփոխություն են առաջարկում, որի մասին մենք էլ նույնպես բազմիցս խոսել ենք։ Ուրեմն Հանրապետություն կուսակցությունը գտնում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի արդարադատության նախարարության ներկայացած դիմում եւ դատական հայցերի հիմնավորման պարագայում պետք է լուծարել կաշառք բաժանված կուսակցությունները, իսկ առաջին 3 համարներին 10 տարով զրկել առաջադրվելու իրավունքից։ Այս մասին ասված է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի տարածած հայտարարության մեջ։ Ակնհայտորեն ներքաղաքական գործընթացների ազդելու ուղղությամբ ռուս դաշնությունը սահմանափակումներ է մտցրել Հայաստանի ապրանքների նկատմամբ, ինչը փակու առաջ է հանգեցրել Հայաստանի արտադրողներին։ Անհրաժեշտ պահին աջակցության ձեռք ենք մեկնել Եվրոմիության երկրները։ Տեսա ինչ կապ ուներ, չգիտեմ, բայց դա ես էլ եմ համաձայն այդ առաջարկի հետ, որ եթե այդքան այմարտ բռնվում են դրա կաշառք տալու մեջ նույն կուսակցությունից, ուրեմն այդ կուսակցությունը ինձ թվում է զրկել։ Դե իհարկե, հա։ Մասնակցելու իրավունք։ Իդեպ դրա մասին որ Փաշինյանը խոսել է, այդ ոչ լեգիտիմ է որակել այդ ուժերին, ովքեր այսօր խորհրդարանում են, ասելով որ այդ ուժերը, ովքեր անցնում են, ուրեմն իհարկե ամբողջությամբ գտնեմ բառացի, ինչ է ասեմ, 1 րոպե։ 9-րդ գումարման ազգային ժողովում ձևավորված ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործողությունների արդյունք ձևավորված քաղաքական միավոր է։ Նկատում որ ով էլ ընտրվել է կոռուպցիայով։ Մենք այսօր պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ ըստ էության խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր է։ ՀՀ լեգիտիմ իրավունքն է այդ process-ները, այդ շրջանակներին զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից, դրա համար ՀՀ-ն պետք է ձեռնարկի միջոցներ։ Մենք 26 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում նաև այդ պարտավորությունը ստանձնել ենք եւ վերաստանձնում ենք, ասել է Փաշինյանը։ Եվ գիտեք ինչ, հստակ է, եթե ցանկացած կուսակցության անունից կաշառք են տվել, ուրեմն այդ կաշառքը վերաբերվում է կուսակցության համար 1-ին, որտեղ առանց համար 1-ի իրենք նման բան չեն կարող անել։ Ուղղակիորեն քրեական գործ է արդեն։ Մինչև գովազդային դաթարի գնալը այն անչափահաս երեխան, որ թմրանյութի բանով հիվանդանոցել, ոնց հասկանում ենք կտրուկ շրջադարձա մտնում գործի մեջ, էլի ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների իբր ինքն է ձեռք բերել, այն է տելեգրամյան ալիքից այդ թմրանյութը եւ օգտագործել է, ոչ թե հրամցրել են, խափել տվել են եւ այլն, մի հատ ֆանտաստիկ պատմություն է սկսում, սա չէ ճշտված, նորից եմ ասում, բայց տեղեկություններից մեկը նաեւ այդպիսինն է, անգամ տելեգրամյան ալիքի իբր այդ բաներն են ճշտը հեռախոսն են ուսումնասիրել։ Տեսնենք, սա նորից եմ ասում, չէ, ոչ պաշտոնական տեղեկությունն է, բայց ոնց հասկանում ենք իրավապահները դիտարկում են նաև այդ սցենարը։ Գովազդ, մեր գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են, վերադառնանք, շարունակենք քննարկումը, հեռու չգնաք։ Բարի օր, դուք լսում եք Armusic Radio, սա դեմ դիմաց հանդիպումն է։ Մի պահ հետ գնանք էլի այդ տիկնոջ կապած դեպքից ավտոբուսի մեջ։ Ուրեմն հիմա ես այդ կանկեղծանամ, կասեմ, որ ես երդվել էի, որ այլևս չեմ ամուսնանալու, վերջել որ բան անեմ, բայց այս դեպքից հետո մի տեսակ սկսեցի կարծիքս փոխել, ամուսնանալու ցանկություն առաջացավ։ Բայց այդ կարքիկ տկնոջ հետ, հա։ Այդ տեսակին եմ ուզում կողքիս այդ։ Սպանոք անշար ապրում եք, ձեզ պետք է ազատալ։ Ասիկը ռեստորան բան ես գնում, ինչ-որ պրոբլեմ ունես, մի հատ ասում ես կնիկ ջան, նելա մի հատ ես հարց։ Հələ մի հատ ասա հաշիվը ինչի են շատ բերել։ Սանտից նենց բզից։
Հա, հաստատ։ Հա, բայց այդ իդեպ բանում մարզերում բան sense որ մեկ անցնում ես, բան իրոք։ Չնայած Երևանը էլ պակաս չի, բայց մարզերում նայում ես, որ այդ որ կյանքը հղկել է այդ կնոջը, այդ բնավորության բանով։ Ըստ մեր մոտ մի հատ ձուկ վաճառող կին կա, ողջ ձուկներ էլ դու ընտրում ես, բան ճկուտով այդ զկան հարցերը լուծում է։ Ճկուտով միանգամից, հա։ Բա չփսակվես հետո։ Ասենք ես բերում եմ տուն, լվացային տակ թպրտում ա, իրան բռնես, այս 2 մետրանոց բոյով հախից չեմ կարում գամ այդ զկան, ինքը մի հատ ճկուտով ֆրշ վերջացավ այդ ձուկը։ Այդ որ ասեցիր կյանքը բանա անում, չէ, հղկում այդ իսկապես որ մտածեք, գիտեք ինչի նման է, այն ջուրը քարի վրայից որ գնում է, այնքան է գնում, որ կլորանում է քարը, բայց քարն էլ ջրի վրա է իր ազդեցությունը իհարկե ունենում։ Ես ուղղակի արտակնապես էլի որոշ մարդկանց որ նայում եմ, տեսակ ոչ ձևավորվել ինչ անպայման այդ միջին վիճակագրական մարզերում ապրողինը պիտի անպայման կարճ մազեր ունենա, այսինքն բան ունեմ իմ մոտ sense գծած անպայման կարճ մազեր վիլուրից տապճկեքով պիտի լինի ու կարմիր գույնի ռուբինի ականջող պիտի դնի անպայման չգիտես ինչի։ Ես ուրեմն ուսանող ժամանակներս սիրահարվեցի, մինչև հիմա սիրահարված եմ Ռեմբրանդի վրա, նկարիչ Ռեմբրանդի մասն եմ խոսում, ու այն մարդ խենթանում էի, ասում է, «Էս սենց նկարել գիտի, ինչի՞ է այս մարդը այսքան պորտրետ նկարում»։ Մի հատ բիձու դեմք, մի հատ եսի ինչ, հետո անցան տարիներ, որ տարիքս եկավ, ես հասկացա, որ ամեն ինչ է տեղագրված, որ ուշադիր նայեք թե մարդկանց մանավանդ Ռեմբրանդի պորտրետների շատ բան կա հասկանալ։ Դե Ռեմբրանդը, հա, էլի Ռեմբրանդ, հա, լուրջ է։ Եվրոմիության արտգործնախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի, ոչ թե ավելի, այլ ավելի ամրապնդել Հայաստանի դիմակայությունը ու տնտեսական դիվերսիֆիկացիան։ Այս մասին հայտնել է Եվրոմիության արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Շատ բարձր։ Բարձրագույն։ Վերջ Հայաստանում տեղ ունեցած խորհրդարանական ընտրություններին անցյալ շաբաթվա ընտրությունները հստակ ուղերձ հղեցին։ Հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի։ Ռուսաստանի կողմից գործադրված ծանր ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության արդյունքների վրա, դե իհարկե ազդեցություն ունեցան։ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը ու տնտեսական բառերելի կրկնվեց։ Այս մեր հայ ժուրնալիստիկան։ Անպայման, բավական դեպքի, հա։ Նույն բանը պետք է կրկնվի, բայց այս թեմայի շարունակությամբ լավ լուրերը այն է, որ 25 թվականը վերջին երամսյակը եղել է ռեկորդային ներգաղթի առումով։ Այո, ես էլ կարծացի եւ ուրախացա։ 8860 քաղաքացիով գերազանցել է Հայաստանի, ուրեմն մուտքը, քան թե ելքը, այսինքն ավելի շատ մարդ եկել է Հայաստան 8800 9000-ով ավելացել է։ Հա, ինչը ասում են, որ շատ բարձր ցուցանիշ է հաշվի առնելով, որ արտագաղթը մշտապես մեր այդ ցավերից մեկն է եղել։ 2025 թվականին կներեք ես ավարտեմ սովորական վիճակում գտնվող առաջին տարին է պատմության, երբ մենք քաղաքացիների արտագաղթի դադար ունենք եւ ոչ միայն դադար, այլ ներգաղթ, որովհետեւ 25 թվականի Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը պաշտոնապես 8860-ով գերազանցել է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին։ Եվ սա փոքր ցուցանիշ չհամարեք, սա իսկապես մեծ ցուցանիշ է, որտեղ սա ոչ խոսքով է, ոչ էսի ինչով է։ Եթե մարդիկ գալիս են, ուրեմն իրենց լավ են զգում այստեղ։ Դե այսօր ամբիոնից ասում է Փաշինյանն էր ասում, որ պայմաններս էսել ասեմ, պայմանները ավելի լավ են, քան առաջ էին, որ մեկնում էին։ Հաստատ այդ հստակորեն այդ մասին է խոսքը, էլի։ Հենց պայմաններ շեշտում Փաշինյանը թիվը ներկայացնելով ասեց սա մի գլխավոր պայմանը, որ
ապահովության եւ խաղաղության զգացումն է, այսինքն որ խաղաղություն է եւ եթե մարդիկ գալիս են մանավանդ երեխաներ ունեցող եւ այլն եւ ցանկանում են երեխան ստեղ ծնվի, ստեղ մեծանա, ստեղ ապրի եւ այլն, նշանակում է որ որոշակի արդեն երաշխիքներ է շատ մարդկային է դա, շատ մարդկային։ Եվ այս խաղաղությամբ մենք շատ մեծ բաներ շահեցինք, շատ մեծ բաներ։ Մենք սրանով կարողացանք Ռուսաստանից ազատվել։ Եթե մեր վրա Ադրբեջանի վախը էլի լիներ ոնց որ առաջ էր, մենք չէինք կարող երևի Ռուսաստանից փոխվել, ես չգիտեմ։ Դրա համար այդ շատ կարևոր պահ էր դա։ Եվ հիմա գիտեք ինչ, մենք նաև օրինակ ծառայեցինք շատ երկրների համար, որոնք ուզում են Ռուսաստանից փոխվել, ասելով որ հնարավոր է, եթե Հայաստանը կարողացա, ինչու մենք չենք կարող։ Դա Վրաստանում էլ կբարձրանա, Պուտինը արդեն դրանից է շատ վախենում, որտեղ որ Հայաստանը տեսան սենց է բոլորը մի րոպե, ուրեմն Ռուսաստանը չի կարողանում, պայ միգուցե մենք էլ չողոպրենք այս ճանկերից ռուսական, էլի։ Շատ ընտիր բան արեցինք մենք։ Տեսնենք դա իհարկե ինչ գին կարժենա, ավելին մենք զգում ենք, որ շատ հեշտությամբ սա չի տրվելու մեզ, բայց պայքարը միշտ է լինելու։ Երբեք չկարծեք, որ հա, վայ, դեմոկրատիա պրծավ։ Այն Ամերիկան դες կորցնում ենք դեմոկրատիան արդեն։ Այնքան ինքնավստահ ենք մեր կոնստիտուցիայի վրա, ամերիկյան եւ այլն, բայց պարզվեց կոնստիտուցիան կարելի է ինչ որ ձևերով շրջանցել, մարդիկ ցույց տվեցին այդ։ Շնորհավորանքներ է Փաշինյանը դեռ ստանում, շարունակում է ստանալ։ Այսօր վարչապետին երկու անգամ Պուտինը 6 անգամ արդեն շնորհավորեց։ Լավ, այմար հայտարարեցին արդյունքները վերջնական, էլի այդ որ ասում կեղտությունը մնում ատակը հիմա էս է։ Բայց գրկում էր, համբուրում էր, բաներ էր անում, մենք Եվան ենք, էս ենք, այն ենք, ինչ եղավ բա։ Երբ որ ուրեմն Ուկրաինայում այդ Մայդան բանը եղավ, այդ 14-15, այդ Պարաշենկո բան, որ ամեն քայլին էս Պարաշենկոն որ ասում էր ամեն երկրորդը KGB-իշնիկ է, ամեն երկրորդը բան ասում եմ, լավ է սրանք, բայց որ մեր գլխին եկավ, այմարդ հոգևոր դասով, մշակույթի գործիչով, բիզնեսով, օլիգարխով, ներքաղաքական ճամբարի դեմքերով, երկիչ երկչուհիներով, արա սա ռուսական շահի, ոչ թե շահի, տարբեր բանա, բառացիորեն գործակալական ցանցի մաս են կազմում։ Սենց ապշում ես, որ ասում եմ պիտի գլխիդ գա նոր հասկանաս ինչ է կատարվել, ես անկեղծ եմ ասում, չէի հավատում։ Ուկրաինայի այդ բաները որ լսում եմ, ասում եմ լավ է, սպանեցին սրանք է որ բան ամբողջ օրը էս ոնց կլինի ամեն տեղ շպիոն, մի հատ բառ գիտեն։ Բա մեր մոտ, բայց հիմա տեսնում եմ, հիմա սրա մեջ եմ, ասում եմ մի րոպե։ Ոնց թե այստեղ եկեղեցու դեմ մի հատ քայլ ա լինում, ասում եմ մի րոպե, արի տեսնենք կկու, քանի ձակ ունես դու, մեկ էլ Պուտինը մեդալ ա տալի թեմի առաջնորդին։ Այստեղ գալիս են ասում են մեր ձևով էս կանենք, մեր ձևով այն կանենք, թքած ունեմ հեծի վրա բան, ասում են լարի մի հատ տեսնեմ, Պուտինը ասում է պիտի ազատ միջավայր ստեղծեք մեր բաների։ Փաստորեն հետո էլ որ տեսնում ես որ պարոն Կարապետյանի նկարը իր կնոջ հետ կախված է բանում մեջ միացնում դե այդ գիտես ոնց է ասա փողա տվել օղակը փակվում է արդեն էլի որտից է սկսում փողը ոնց է աշխատում ինչ է անում եւ ասեմ ձեզ հիմա մի քիչ հանգստանան այս ընտրություններից առաջի հերթին եկեղեցականների խնդիրներն է բարձրանալու տեսեք ինչեր է բացվելու հիմա Վազգենը նստած դողում աթոռի մեջ ես գիտեմ դողում աղոակի Վազգեն ասեցի այմա Վազգենը երեսմանում ավաղոց ամա շուրա եկեղեջ մարդը ընդ խոսքը Գարեգին B հոգևոր առաջնորդի մասին էր Նիդերլանդների մենք ոչ էս էլ ասեմ էլի մենք ոչխար ենք Գարեգին բն մեր հովիվն է դու պատկերացրա այդ վիճակը մենակ էլի ախր խիղճ ունեք քրիստոնեության բա ուժը էլի այդ որ քեզ ասում է դու ոչխար ես դու էդ ընդունում ես ձեռը պաչում ես մի հատ փող ես դնում գրպանը ինքն էլ հովիվ տա դա մեծ գյուտ մարդկությունը դեռ չի ա ոչ մի բան տենց բան չկա աշխարհում որ քեզ ստորա բան անեն խփի մի հատ էս թուշը տտու մի հատ է թուշ բայց իրանց ամեն ինչ կարելի է դրա համար եւ քանի 100 տարի է դա աշխատում է էլի 1000 ինչի 100 հազարներ գիտեք ինչ այսինքն ոչ այն ուժով ոնց որ առաջ էր հիմա չեն կարողանում վառել ձերներից գա կվառեն օրինակ հիմա Գարեգին B-ին տուր այդ հնարավորությունները այդպես քանի հոգի կվառի հրապարակավ կկապի փսյունից ու կվառի որ ձերքից գա կարծում եք այդ մարդիկ վերացել են կամ Հիտլերներն ու Ստալինները չէ ուղղակի պայմանները այնպեսին չեն
Այդ բանում անապատում բանում սերմեր կան, որ տասնյակ տարիներ սպասում են անձրևի, չեն սատկում, ու անձրևն եկա միանգամից ծաղկում են իրար։ Էդ էլ է այդ ձևի։ Հիմա տես Միացյալ Նահանգներում այդքան բնակալ ես, ես չէի պատկերացնի, որ ես ասում եի Սովետում կլներ, Ռուսաստանում կլի, Ամերիկայում այ մարդ։ Ահա, եկեք նայեք Թրամփի շուրջ ամբողջ խումբը իրա ինչ է անում։ Մենակ Իրանա ծափ տալ, ճիշտ Բրեժնևին նման այ մարդ։ Ու ասում է թե դուք ինչքան մեծ եք, էլի։ Թրամփը բայց իրոք Բրեժնևի է նմանվում։ Ավելի կատարելագործված տեսակն է։ Մեդալներ չունի, տենց բան, բայց դա կոչումների մրցույթի մեջ է։ Բա որ արա peace price են տալիս, էս են տալիս, են տալիս, նկատի ունեմ այդ կրծքին դրած չի, էլի։ Ամենակ էտեր պակասում, հա։ Եկեք կնիկը, էլի Բրեժնևի կնոջը նայի, Մելանին նայ, այդ տարբեր բաները։ Էլի։ Այքես բան։ Այ մարդ, ասում եք այն 55 տարեկան Բույանի տեն կնոջպես բան եք ուզում են կռվարար կնոջը, այդ Մելանի պես մի հատ գոնե կազմակերպ։ Չեմ ուզում Մելանի պես։ Ինքը որ իմ կողքը նստի, այս կողքս կսարչի իմ թվում լրիվ։ Ներենիք, այսպես դեպքում չէ։ Եմ ուզում։ Մի հատ հայացք ունի սենց, այն Սարսե Թակուի մի հատ մուլտ կար է ռուսական, որ ում վրա նայում էր սառույց էր դառնում։ Սնեժնայա Կարալևա։ Այդ տեսակ։ Բայց միգուցե դուք ջերմացնեք նրա հոգին։ Չեմ ուզում, Ռաֆայել, ես այդ կնոջն եմ ուզում ավտոբուսի, ինձ տենց մարդա կողքս պետք է, որ կյանքս ուրախ հետաքրքիր անցնի, դե չէ, այդ բաները։ Հասկացա։ Այդ կինը ինչ լավ ձվածեղ կսարքի, ես պատկերացնում եմ, տոլման էլ չեմ ասում։ Ձվածեղը։ Կարա, ամեն ինչը կարա սարքի, իհարկե։ Բայց ես վստահ եմ, իհարկե, մանավանդ այս ակտիվության մեջ։ Երևի ստեղ վերջացնենք։ Մի հատ մի բան էլ ասեմ։ Հա։ Ուրեմն Դիլիջան ազգային պարկի ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում լույս աշխարհ է եկել երկու նոր ձակ։ Ինչպես հայտնում է նախարարությունը, այս ամենը եւս մեկ քայլ է կենսա բազմազանության պահպանության ուղղությամբ եւ վկայում է վայրի կենդանիների պոպուլյացիայի վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին։ Ես Կիրակի օրը գնացել եմ այս բանը, Կիրակի օրը այնտեղ էինք, չենք տեսել այդ նորածնին եւ այլն, բայց ասեցին, որ այտենց բան է սպասվում եւ իրոք ֆանտաստիկ տեղ են սարքել։ Հարգելիներս, եթե լինեք Հայաստան, եթե գնաք Դիլիջան, 500 դրամ էր ընդամենը մուտքի փողը, ինչի անգամ ծիծաղելի գումար է մանավանդ դրսի համար։ Գնացեք մի հատ տեսեք այդ եղջերուներին, մի հատ տեսեք ինչ բնության, ուտեղ բազմացնում, բաց են թողում վայրի բնություն, մի խոսքով ձեր նպաստը բերեք նաև այս տեսակի էկոտուրիզմի։ Այդ ոչի ձեր ուշադրությամբ։ Հա, սիրում է այս բան, գալիս է շատ սիրուն լավ կենթայիներ, ազնվական եղջերուներ։ Դե ազնվական թեմայով էլ ավարտենք այո զրույցը։ Մինչ վաղը, ազնվորեն մինչ վաղը։ Ցտեսություն։